Մեծարգո պարոն վարչապետ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ հրավերի եւ այս հարցի շուրջ նման ձևաչափով քննարկում իրականացնելու համար։ Իրավի վաղուց պիտի սկսենք ու շատ պիտի խոսենք, բայց նաեւ մենք ուրախ ենք, որ մի քիչ ժամանակ ենք ունեցել պարոն վարչապետ էմպիրիկ աշխատանք իրականացնելու։ 2020 թվականից ես իմ տարբեր գործառույթների բերումով հետևում եմ երկրի ղեկավարի պարոն վարչապետի ելույթներին եւ երկու ձևակերպում կա, որ այսօր էլ հնչեց եւ իմ որպես իրավաբանի համար մասնագիտական մարտահրավերը այդ երկու ձևակերպումների հետ աշխատանքը։ Առաջինը դա հասկանալի արդարադատությունն է։ Շատ հաճախ մենք իրավաբաններս խոսում ենք իրար հետ եւ իրար հետ խոսելու արդյունքում մոռանում ենք մեզ լսող երրորդ կողմի մասին։ Բոլորովին վերջերս ազգային ժողովում падգամավորի անձեռնմխելիության հետ կապված հարցի քննարկման ժամանակ ես իմ մաշկի վրա զգացի խնդիրը եւ երեկոյան, երբ պատրաստվում էի հաջորդ օրվա ելույթին, ես վերաձևակերպեցի իմ ասելիքը։ Այն ինչ որ պատրաստվում էի ասել ազգային ժողովում, ես վերաձևակերպեցի եւ փորձեցի ասել ամեն ինչը ավելի հասկանալի։ Իհարկե դա քննադատության է արժանանում իմ պրոֆեսիոնալ գործընկերների կողմից, որովհետև կարծես ես պրիմիտիվացնում եմ մասնագիտական լեզուն, բայց ինձ համար կարևոր էր, որ падգամավորների աչքերում, ովքեր ինձ լսում են, իսկ ես թիրախային ինձ համար մի քանի խումբ էի առանձնացրել, իմ խոսքի արդյունքում ես ունեի գոնե վիզուալ ինձ համար ընկալում։ Եվ սա ինձ համար դարձավ ելակետ հաջորդիվ իմ հանրային խոսքում շտկումներ իրականացնելու համար։ Վերադառնալով Տիկին Ջուլհակյան ձեր հարցին, թե ինչ մարտահրավերներ մենք ունենք, մենք դատախազությունում վերջին 3 տարիների ընթացքում մի քիչ դաշտային աշխատանք ենք իրականացրել։ Պարոն վարչապետը նշեց հանրային հաշվետվողականության մասին, մենք էլ ենք հանրային հաշվետվողականություն կրող մարմին, դուք նշեցիք դատախազության հաղորդումը, ես ուրախ եմ, որ ազգային ժողովը ժամանակ է գտել կարդալու, եւ դաշտային աշխատանքները սկսեցինք հենց հանրության կարծիքը լսելով, այսինքն բոլոր գրավոր դիմումները, հարցումները, դժգոհությունները, բողոքները սկսեցինք հատ-հատ դատախազությունում ընդունել, լսել ու կարդալ։ Վերջին 3 տարիների ընթացքում, 22, 23, 24 թվերի ընթացքում, եւ մեզ համար առանձնացրեցինք 4 հիմնական ուղղություններ, որոնք այդ մեծ գետի հոսքը խոչընդոտող քարերն են։ Առաջինը նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության ժամկետները։ Մենք 2022-24 թվականների ընթացքում վերլուծեցինք քրեական վարույթները, բայց վերլուծեցինք ոչ թե կոնկրետ մարմինների վիճակագրական ցուցիչներով, այլ համադրելով այդ վիճակագրական ցուցիչները եւ հասկացանք, որ վարույթների մոտ 67%-ը քննվում է 4 ամսյա ժամկետում։ Եվ այս տարի արդեն ներդրել ենք դատախազի աշխատանքի հաշվետվության վիճակագրական ծրագիրը։ Դա թվային ինքնաշխատ մարդկային գործոնից զերծ ծրագիր է, որը դատախազի օրագիրն է, դատախազի աշխատանքի ծանրաբեռնվածության մասին ցուցակն է եւ հասանելի է ինչպես յուրաքանչյուր դատախազի, այնպես էլ նրա վերադասի։ Եվ մենք կարողանում ենք այս ծրագրի միջոցով նախ հսկել, որպեսզի յուրաքանչյուր դատախազ իր հսկողական վարույթներում գտնվող գործերի մասին տեղեկանա առաջին հերթին, պահանջի դա քննիչներից, երկրորդը սահմանի ժամկետներ, իսկ տվյալ դեպքում հանձնարարականով սահմանված ժամկետը 4 ամսյա ժամկետն է, որպեսզի վարույթը, որը առնվազն 4 ամիս առաջ դատախազը ընթերցել է, ծանոթացել է, հանձնարարություն է տվել, նորից պահանջի, հիշեցումները համակարգում գործում են ինքնաշխատ, մարդկային գործոնից զերծ, այսինքն մոռացել եմ, չեմ հիշում եւ այլն նման ձևակերպումներ չեն աշխատում, եւ 4 ամսյա ժամկետը մեզ համար ըստ էության այն ելակետն է, որից սկսած մենք սկսում ենք հաշվել ցկցկումը։ Սա բոլոր այն վարույթներին է վերաբերում, որտեղ որ մենք ունենք հետապնդման ենթակա անձ կամ վարույթում ներգրավված կամ ակնկալվող։ Ունենք վարույթներ, որոնք փորձաքննությունների փուլում են գտնվում կամ անձինք հետախուզվում են։ Այս իրավիճակների համար սահմանել ենք 10 ամսյա ժամկետներ եւ միաժամանակ գործիք ենք ներդրել փորձաքննությունների նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու։ Վերհանել ենք բոլոր այն փորձաքննությունները, որոնք 3 ամսից ավել ժամկետում են գտնվում փորձագիտական հիմնարկներում եւ պարբերաբար գրություններով եւ դատախազական ներգործության միջոցներով հիշեցնում ենք փորձագիտական հիմնարկներին այդ փորձաքննությունները ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Սա նաեւ մեզ հնարավորություն է տալիս վերհանելու, թե արդյոք այդ փորձաքննությունները կոնկրետ փուլում մեզ անհրաժեշտ են, որովհետեւ քննությունը շատ հաճախ պատասխանում է այն հարցերին, որ մենք սկզբում ակնկալում ենք փորձաքննություններով եւ այդ փորձաքննությունները թողնում ենք անկատար։
Այստեղ երկու հարց ենք լուծում, առաջին հերթին ֆինանսական եւ երկրորդ հերթին ժամկետների ձգձգումների մասով։ Երրորդ քարը, որը խոչընդոտում է այդ գետի հոսքը, մեր կարծիքով դա դատարանում մեղադրանքի պաշտպանության ժամկետն է։ Եվ արդեն 2 տարի է դատախազները բոլորը գիտեն, որ դատական նիստերից բացակայել չի կարելի։ Եվ չի կարելին ոչ թե ուղղակի այսպես բանավոր արտահայտում է, այլ կոնկրետ հանձնարարական եւ հանձնարարականի խախտման արդյունքում կարգապահական վարույթ։ Եվ ոչ միայն դատախազին, այլև նրա վերադասին։ Եվ հիմա մենք ունենք նիստեր, որտեղ մի քանի նիստ արդեն դատավորի հետ պայմանավորված, հատկապես կալորիականություն ունեցող քրեական վարույթներով, հիմա կպարզաբանեմ նաև ինչու եմ այդ եզրույթն օգտագործում, դատավորները համատեղ ժամանակացույց են սահմանում, թե ինչ հաջորդականությամբ եւ ինչ միջակայքով պետք է նիստերը իրականացվեն։ Ես նշեցի կալորիականություն ունեցող գործերի մասին։ Ես այս եզրույթը շատ եմ օգտագործում։ Տարբեր իհարկե ձևակերպումներ կան, հանրային հետաքրքրություն, հանրային հնչեղություն, բայց մենք նախընտրում ենք համաչափություն եզրույթը, որովհետև արդարադատությունը հանրային ռեսուրս է։ Եվ այս իրավիճակում էլի մի քիչ դաշտային աշխատանք ենք արել 2022, 23, 24 թվականներին փորձել ենք հասկանալ, թե մենք մեղադրական եզրակացությամբ քանի գործ ենք ուղարկում դատարան։ 22 թվականին ավարտել է նախաքննական մարմինը 19139 քրեական վարույթ եւ դրանցից 4472-ը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատարան։ 23 թվականին ավարտել է 33396 քրեական վարույթ եւ դրանցից 8393-ը հանձնել է դատարան, 24 թվականին ավարտել է 38058 քրեական վարույթ եւ դրանից 11801-ը հանձնել է դատարան։ Այսինքն վիճակագրական տվյալներից մենք հասկացանք, որ կարողանում ենք այն ծավալը աշխատանքի իրականացնել, որը մեզնից ակնկալվում է, եւ այդ տրամաբանությամբ մենք սկսեցինք արդեն ուշադրություն դարձնել, թե ինչ գործեր են ուղարկում դատարան։ Երբ ստորաբաժանման ղեկավարն ինձ զեկուցում է, որ այսքան վարույթ ենք ավարտել եւ ուղարկել ենք դատարան, ես խնդրում եմ ինձ թվարկել, թե որքանն է այդ վարույթներից ծանր կամ առանձնապես ծանր եւ որոնք են այդ վարույթներից նրանք, որոնք կարելի էր ավարտել միջդատական վարույթում։ Օրինակ, գործուն զղջալու գործիքի կիրառմամբ, արդյոք հնարավոր չէր դրանք համաձայնեցման վարույթներով տանել դատարան։ Եվ այս հարցադրումները մենք ինստիտուցիոնալացրել ենք, Տիկին Ջուլհակյան, ինչ ենք արել։ Այս տարի հանձնարարական ենք իջեցրել արդեն կոլեգիալ կազմով, որ տարին 2 անգամ գնահատելու ենք մեզ, ինքներս մեզ, մեր ստորաբաժանումներին եւ 4 հիմնական ելակետ ենք դրել։ Առաջինը, թե ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ քանի վարույթ է հանձնվել դատարան։ Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով քանի վերջնական դատական ակտ ենք կարողացել ստանալ դատարանում եւ գիտեք մենք վերջերս բացի ապօրինի գույքից նաեւ պետական եւ համայնքային շահերի պաշտպանության գործառույթ ենք իրականացնում դատախազների արդյունավետությունը մենք ստուգում ենք նաեւ այս պետական համայնքային շահերին պատճառված վնասի հատուցման գումարի չափով ինչպես քրեական վարույթներով այնպես էլ հայցերով այստեղ էլի վերադառնալով էմպիրիկ փորձի մեր փորձառությանը պետք է նշեմ, որ այս եզրահանգմանը չենք եկել միանգամից, եկել ենք 2022 թվականի քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունից հետո, կհիշեք ազգային ժողովում շատ բուռն քննարկումներից հետո օրենսգիրքն ընդունվեց եւ կարծես թե այս վերջին 3 տարիների աշխատանքը մեծ ցույց տվեց, որ առանց մարդկային ռեսուրսի ավելացման մենք կարող ենք մեր առջև դրված մարտահրավերները լուծել, եթե կարողանանք սահմանել առաջնահերթություններ։ Եվ այստեղ էլի մեզ օգնեց էմպիրիկ փորձառությունը։ Եթե վերադառնանք ժողովրդական իմաստնությանը, շատ դիպուկ ու լավ առակներ ունենք, չէ, ասացվածքներ ունենք, ասում է, թնդանոթներով ճնճղուկների վրա չեն կրակում, հեղություն սարը երկնեց մուկ ծնեց եւ այլն։ Նմանատիպ ձևակերպումներն են, որ մեզ բերել են եզրահանգման, որ մենք պետք է հանրային ռեսուրսը օգտագործենք առավելապես ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների եւ պատճառված վնասի զգալի կամ մեծ չափ ունեցող գործերի։ Այստեղ մեկ այլ մարտահրավերի ենք բախվում, ես ինքս բազմաթիվ դիմումներ եմ ստանում քաղաքացիներից, որոնք 180,000 դրամի հափշտակության զոհ են դարձել, մեկը իր գործիքներն է կորցրել, այդ մարդիկ գրում են ինձ, բնականաբար ես կարդում եմ, հանձնարարություններ եմ տալիս, այստեղ մի կարևոր մարտահրավեր կա, որի վերջնական լուծումը ես դեռ չունեմ, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հանկարծ հանրային այս շերտը դուրս չմնա արդարադատության աչքից, որովհետև իհարկե քրեական արդարադատությունը թանկ
ձևաչափ է աշխատանքի եւ չի կարելի օրինակ նմանատիպ փոքր քրեական վարույթների վրա ծախսել, բայց ես չեմ կիսում այն իրավաբանների կարծիքը, ովքեր գտնում են, որ այս վարույթներով ընդհանրապես պետությունը պիտի չզբաղվի։ Այս պահին մենք ներդրել ենք մասնավոր հայցերի ինստիտուտը, գիտեք, երկար էլի քննարկվեց, բարձրագույն դատական խորհուրդն ի վերջո ընտրեց դատավորներին եւ հիմա մենք էլի ուշադիր ուսումնասիրում ենք, թե այստեղ ինչ էմպիրիկ փորձառություն կլինի եւ արդյոք հանրային դժգոհության ալիք չի բարձրանա, որովհետեւ նույն հարկատուներն էլ կարող է հեռախոսի կորուստից չէ տուժեն եւ ամեն մեկի համար իր գույքի կորուստը չի համեմատվի ոչ մի մեծ կոռուպցիոն հանցագործության հետ։ Դրա համար մեր հաջորդ քայլը, որի մասով մենք լրացուցիչ հանդես կգանք, իհարկե նման ձևաչափով կամ հաղորդումով, դա այս շերտն է գործերի, որոնք վստահաբար դուրս կմնան մեր այս ձևաչափով աշխատանքի արդյունքում, բայց կփորձենք դատախազական ներգործության այլ միջոցներով այս հարցերը լուծել, օրինակ միջնորդագրերի ինստիտուտը փորձենք ավելի շատ կիրառել կամ գուցե կգանք ազգային ժողով առաջարկելով մասնավոր մեղադրանքի հետ կապված որոշակի շտկումներ անել, որպեսզի մարդիկ ծախսեր չկրեն։ Ես չեմ ուզում շատ չարաշահել ժամանակը, կարծես թե այն նաև ավարտվում է, կցանկանայի ուղղակի ամփոփել, որ մենք 4 հիմնական ուղղությամբ ենք աշխատում այս պահին, մեկը դրանցից դա գործերի բովանդակության գրադացիան է, որը սահմանել ենք, նաև գործակիցներ ենք սահմանում, այդ թվում բացահայտելիության ցուցանիշի հետ կապված, կարծում ենք օգտակար կլինի ներքին գործերի նախարարության մեր գործընկերներին մեր կատարած աշխատանքի արդյունքը եւ 3 ուղղություններով դրանք ժամկետներն են։ Միջդատական վարույթի նկատմամբ 4 ամիս, 10 ամիս, դատարաններում մեղադրանքի պաշտպանությունը նախապես նշանակված դատական նիստերի ժամանակացույցով, ըստ դատավորի ծանրաբեռնվածության իհարկե, եւ փորձաքննությունները պարբերաբար թարմացնելով ու վերանայելով եւ դադարեցնելով փորձաքննությունները այն դեպքերում, երբ դրանք այլևս արդյունավետ ու պիտանի չեն։